Բեմական կրքեր, հուզմունք, դասականներից մինչև էպատաժային ու համարձակ զգեստներ և 17 մրցանակակիր, այս դեպքում խազակիրներ։ Անունս Անահիտ Հակոբյանն է, կարծում եմ Աստվածուհու հետ անմիջական կապ ունեմ և հանդերձանքը ևս։ Երևանում անցկացվեց Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի խազեր երաժշտական մրցանակաբաշխությունը, անունը պատահական չի ընտրվել։ Խազերը միջնադարյան նոտաներ են, որոնք ժամանակին ուսումնասիրել է Մեծընկոմիտասը։ Առաջի քայլը ողջունում եմ, ես կարծում եմ, որ սա ժամանակավոր բնույթ չի կրի, այլ ամենատարվա մրցանակաբաշխություն կդառնա։ Ինձ թվում է հասունացել էր այնպիսի ժամանակ, երբ որ մենք բոլորս մտահոգված լինելով մեր արվեստի, մշակույթի վիճակով ուզեցինք անել ինչ-որ մի միջոցառում, որը լավ բաների կբերի, լավ փոփոխությունների մեր ասպարեզում։ Նուրի քանդակած մրցանակ արձանիկի շնորհիվ հայկական երաժշտության պատմության մեջ պատկերավոր ասած կխազվեն անուններ։ Ինչ հոտ ունի խազը, այ խազի հոտը հիմա մեր ետնաբեմում մեր խնկահոտն է, այո, ու շատ հետաքրքիր հարց էր ու անմիջապես ինձ մոտ այդ բանը առաջացավ։ Նախ եւ առաջ այդ խնկահոտն է, այո, խազի հոտը։ Վառել մեր սենյակում, որը ճաքել է, չարաչքնի չարփուշ է եղել։ Այո։ Հայկական մրցանակաբաշխությունների պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը կազմակերպելու վրա աշխատել է մի քանի բեմադրիչ։ Այս անգամ Հրաչ Քեշիշյանին միացել էին Արթուր Մանուկյանն ու Նաիրե Ստեփանյանը։ Իրականում նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն թերահավատներին, ովքեր այդքան էլ չէին հավատում ակադեմիայի կայացմանը, որովհետև սա էլ իր հերթին առանձին ոգևորություն էր, առանձին մոտիվացիա էր, որպեսզի մենք իսկապես այնքան ջանք թափեինք, որ այսօրը տեղի ունենար, եւ այո, ես իսկապես նաև շատ ոգևորված եմ այն անուններով, որոնք գրված են այդ անվանակարգերում, որովհետև դրանք մարդիկ են, ովքեր ունեն մեծ ներդրում հենց հայկական երաժշտարվեստում։ Շեք ծամով մենք ու ճարախ չի գայ համով դեղ ու ճարախ չի։ Լավագույն ազգային երգ անվանակարգում առաջադրված էր Կարին ավանդական երգի պարի խումբը Լիկիլիով։ Այս երգի մշակման ու ձայնագրման աշխատանքները մեկնարկել էին դեռ Գագիկ Գինոսյանի կենդանության օրոք, բայց թողարկվեց ավելի ուշ։ Այս մրցանակաբաշխությունը այնքանով է կարևոր, որ իրականում մեր արված աշխատանքը առաջին անգամ է Հայաստանում այս մասշտաբի ուշադրության արժանանում։ 17 անվանակարգերում հաղթողները որոշվել են միջազգային չափորոշիչներով ըստ Գրեմի ձևաչափի։ Վստահ եմ, որ խազ մրցանակի հավաքնորդների սրտերը բաբախում են բոլոր ներկաներից ավելի արագ ու ավելի Մրցանակաբաշխության մեկնարկը տրվեց Լիպարիտ Ավետիսյանի հրաշալի ձայնով։ Երեք ընկեր առաջադրվել էին նույն տարվա լավագույն երգիչ անվանակարգում Արամեն Պետրին և Էրիկը։ Ասում էին ով էլ հաղթի, ուրախանալու են միմյանց համար։ Ամենայն անկեղծությամբ այս օրը ոչ թե մրցակցության օր է, այլ բոլորիս հաղթանակի օրն է եւ այն թեզը, որ կարևոր մասնակցությունն այսօր 100%-ով գործում է։ Գրված մրցանակաբաշխություններում ունենալով այդ տարվա երգիչ մրցանակներից շատ վստահ կարող եմ ասել, որ լավ երգիչ այս կամ այն տարվա չեն լինում, կամ լինում են, կամ չեն լինում, այնպես որ իմ ընկերները շատ լավ երգիչներ են։ Սակայն տիտղոսն ու արձանիկը իր հետ տուն տարավ Էրիկ Կարապետյանը։ Ոնց է տրամադրությունը։ Շատ դժվար է տարիներ շարունակ ստանալ մրցանակներ այս անվանակարգում եւ շարունակել աշխատանքը նույն կերպ, որպեսզի հետագայում նույնպես կարողանաս նվաճել այդ մրցանակը։ Զարթուցիչի զանգից մինչև գիշերային լոգանք լսել ենք նրանց երգերը։ Կարևորը ինչի համար ենք մենք հավաքվել այստեղ այսօր։ Այո, բայց կա մի քանի բան, որին սպասում են ինձ թվում է բոլորը։ Տարվա երգ։ Այո, բայց այդ ինչպես է ստացվել, որ դու նոմինացված չես։ Աղցանի վերքից, հանգստացեք բոլորդ։ Հայտարարեց տարվա լավագույն երգչուհի անվանակարգը։ Լավագույն երգչուհու տիտղոսը միայն կատարողության մասին չէ,
այլ հասցնելու, աշխատելու, որպես կին կարծրատիպեր կոտրելու, այս բարդ աշխարհի մեջ անընդհատ գեղեցիկը տեսնելու եւ մարդկանց համար միշտ հեքիաթ ստեղծելու մասին։ Կներեք, շատ ուզված եմ եւ կարծում եմ առաջին կարևոր մրցանակն է իմ կյանքում, որպես երգչուհի։ Ես մարդ եմ, ով շատ սիրում եմ երգել, շատ եմ սիրում երգել, սիրում եմ իմ հայրենիքը, իմ հողը ու այս հողից էներգիա եմ ստանում, ուժ եմ ստանում ապրելու, աշխատելու, ստեղծագործելու։ Լավագույն երգ համարվեց Արամ Էմպետրիի երևի ստեղծագործությունը, երգը հաղթեց նաև լավագույն տեսահոլովակ անվանակարգում։ Ես էլ շնորհակալություն հայտնեմ։ Կոմպոզիտոր ճանաչվեց Անդրանիկ Բերբերյանը, լավագույն հեղինակ կատարող եւ տարվա հայտնություն անվանակարգերում մրցանակը տրվեց Yellow Heart-ին։ Լավագույն խումբ նախագիծ անվանակարգում մրցանակի արժանացավ LA Project-ը։ Անսպասելի է շատ, ես ետնաբեմում պատրաստում եմ ճիշտ ասած ելույթի։ Հատուկ մրցանակը ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանինն էր։ Ինչու եք ինձ այդքան հույս պատճառում, առանցել ես 64 տարի, ձեր առջև խոնարհվել եմ, և դեռ երկար կխոնարհվեմ։ Խազեր 2025 թվականը արդեն պատմություն է։ Խազեր 2025 շնորհավոր բոլոր մրցանակակիրներին և մասնակիցներին։ Մենք հանդիպենք հաջորդ տարի։ Արմինե Գևորգյան, Գագիկ Սիմոնյան, Ռադիոլուր։